մենք գտնվում ենք անվստահության գործընթացի հերթական փուլերից մեկում, մենք հիմա գտնվում ենք ընդդիմության դիմադրության պատը հաշվառելու փուլում, այս պահի դրությամբ անվստահության գործընթացին դեմ է Ռոբերտ Քոչարյանը եւ նա իր կարծիքը պարտադրում է Հայաստան խմբակցության պատգամավորներին, ինչպես գիտեք, մինչև չհաղթահարենք ընդդիմության դիմադրությունը ըստ փուլում, այսինքն ըստ տարօրինակ իրավիճակ է, հանրությունը տեսնում է զարմանում, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելուն խանգարում, խոչընդոտում են ընդդիմադիրներ, այսինքն մարդիկ, ովքեր ընդդիմության դաշտում են աշխատել վերջին տարիներին ամենայն դեպս, եւ ավելին ասեմ, նրանք 2021 թվականին ընտրողի ձայնը ընդունել են, խոստանալով, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու են։ Ես սրա դեռ չեմ անդրադառնում նրան, որ խոսացել են, որ կրելու են, բայց չեն կրել։ Ասեք, կետերին չեմ անդրադառնում, բայց շուտով նաև արդեն մանրամասն այդ մասով կդողից է։ Ես խոսում եմ պարզ նրա մասին։ Մարդիկ խոստացել են, որ նրանք հեռացնելու են Նիկոլ Փաշինյանին։ 4 տարի ոչ մի բան չեն արել, բացարձակ ոչ մի բան չեն արել օգնության։ Իսկ անելու ընդամենը մեկ բան կա պարզեն այս շենքում, կար մեկ բան, դա անվստահության գործընթաց սկսելն է։ Մենք պարլամենտական երկիր ենք, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այս շենքում է գտնվում, որևէ այլ շենքում չի գտնվում, կառավարության շենքում չի, այդ գաղանը 26-ում չի, այս շենքում է գտնվում իշխանությունը։ Ու մենք այս շենքում ունենք, չէ՞ մարդիկ, ում մենք գործողել ենք, այստեղ այդ նպատակը, որպեսզի նրան Նիկոլ Փաշինյանին հեռացնեն իշխանությունից։ Այդ մարդիկ 4 տարի ոչինչ չեն արել, եւ հիմա էլ հանրությանը համոզում եւ պարտադրում են, ասեն եկեք դե որ 4 տարի ոչինչ չեն կարող, եկեք մի տարի էլ ոչինչ չանեն։ Դες 26 ընտրությունին էլի կգան, ինչ-որ բաներ կասենք, ինչ-որ խոստումներ կտանք։ Ընդդիմությունը այսօր երկու անհավասար մասերի է բաժանված։ Մարդիկ, ընդդիմադիրները մեծ մասը անվստահության գործընթացի օգտին է հանդես գալիս, այդ նախաձեռնության սատարման է հանդես գալիս եւ մի փոքրիկ հատված կա ընդդիմության, ով Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կապրիզի, խմբային այսպես շահերի 2026-ին 10 մանդատ ունենալու դրանով իր քաղաքական ներկայությունը ապահովելու այդ նպատակով է, այդ վաճառով անընդհատ տորպեդահարում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միակ իրական օրակարգը։ Այս պահին գոյություն ունի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնություն, Տեխնացի Դավիթ Համբարձումյանն է, այդ նախաձեռնության կապը ընդամենը 6 պատգամավոր ստորագրություն։ Հետևաբար, ես ինչի եմ այստեղ, ես այստեղ եմ, որովհետև կան պատգամավորներ Հայաստան խմբակցությունից, ովքեր իրենց հրապարակային խոսքում, որը ես տեղադրել եմ օգնությանը չէ, որպեսզի դուք էլ համոզվեք, խոստացել են, որ եթե տեխնացի լինի, եթե նախաձեռնություն լինի, իրենք ստորագրեն։ Հիմա ես այստեղ եմ, որպեսզի պատգամավորներ Արտուր Խաչատրյան, Աղվան Վարդանյանի եւ Ագնես Ախամոյանի վերցնեմ այդ ձևաթուղթը պատիվ ունեմ խմբակցության գրասենյակից եւ գնամ այդ նշած պատգամավորներին ասեմ, որպեսզի իրենց խոստումը կատարեն։ Միգուցե դիսկոմունիկացիա կա այդ խմբակցությունների մեջ, միգուցե ինչ-որ խնդիր կա, չգիտեմ, միգուցե ամբիցիաների խնդիր կա, ես ամբիցիաներ չունեմ։ Ես կգնամ, վերցնեմ այդ թուղթը, միասին իրար հետ իրանք այցելենք այդ պատգամավորներին եւ հուսով եմ, որ այդ պատգամավորները անպայման պարտադիր անպայման նախ խոստացել են, երկրորդն էլ իրենց գործունեությունը ամբողջությամբ միտված է ընդդիմադիր դաշտում աշխատելու համար։ Նաեւ ուզում եմ ասել, որ այդ 3 պատգամավորներն են ըստ էության դրական են արտահայտել Տեխնացուի նկատմամբ Դավիթ Համբարձումյանի մասով դրական են արտահայտել, այսինքն սա խնդիրը տեխնացուն չի նույնիսկ տեխնացուն դրական համբավ ունի, այսինքն որովհետեւ կասկած չկա տեխնացու հետ կապված գործընթացը նախաձեռնել է ազգային ժողովի մի ամբողջ խմբակցություն, ում հետ իրեն գործընկերային աշխատանք են տարել 4 տարի։ Հետևաբար չեմ կարծում որևէ խոչընդոտ, որևէ խնդիր լինի, իմ կարծիքով խնդիրը տեխնիկական է, այսինքն ինչ-որ անհասկանալու ինչ-որ իրար դիսկոմունիկացիոն, այսպես ասեմ, ավելի խնդիր կա, այդ խնդիրը եկել եմ այստեղ կլուծեմ։ Նայեք, ես այսօր եկել եմ մենակ։
Ես նաև լսել եմ, որ մեր ընդդիմադիրները առաջադրում են որպես պայման, որ եկեք մի հատ փողոց գեներացեք, անեք մի հատ փողոց, որ մենք տենանք, որ փողոց կա, նոր կմիանանք։ Ուրեմն հարգելի ընդդիմադիրներ, ովքեր փորձում են այդ պայմանը առաջադրել։ Եթե փողոցը գեներացվի մինչև այդ ընդդիմադիրների միանալը նախաձեռնությանը, ես ես խոստանում եմ, այդ փողոցը կլինի նաև այն ընդդիմադիրների դեմ, ովքեր չեն միացել մինչև այդ փողոցի։ Այսինքն տենց երկու առանձին փողոց չի լինելու, մի հատ փողոց, որ որոշ ընդդիմադիրների կապրիզները բավարարվի, հա, եւ մի հատ էլ փողոց, որ համազգային, ասենք, շարժման տեսանկյունով նաև ազդեցություն ունենա ՀՊԱ-ական պատգամավորների նկատմամբ։ Հաջորդը այն ընդդիմադիրները, ովքեր այսօր հայտարարում են, որ փողոց չկա, այդ ընդդիմադիրները իրականում հայտարարում են, որ իրենք փողոցում չունեն վստահություն, որովհետև փողոցը կա, այն մարդիկ, ովքեր 24 թվականին սրբազան շարժման մասնակիցների են, այդ տասնյակ հազարավոր մարդիկ 22 թվականին դիմադրության շարժման մասնակիցների են, դրանից առաջ հայերենի այդ մարդիկ ոչինչ արտագաղթել ուզի, ոչինչ դառել նիկոլական, իրենք կան, չէ, կան, բայց այդ մարդկանց փողոց հանողները այլևս վստահություն չունեն այդ մարդկանց։ Հետևաբար այն ընդդիմադիրը, որը խոսում է փողոցի բացակայությունից, ժողովրդական աջակցության բացակայությունից, դա այդ խոսքը վերաբերվում է ուղիղ իրեն, այսինքն այդ ընդդիմադիրը ինքնախոստովանվում է, որ ինքը չունի ժողովրդական աջակցություն։ Ձեր նշած պատգամավորները նախատեսվել եկածել են, որ այսօր այցելել։ Ես Facebook-ում ես ու գաղթի չեմ եկել։ Ես Facebook-ում 2 օր առաջ լայվով եմ ասել, որ գալու եմ, 3 երեկոյան անվանական գրել եմ, թե ում եմ այցելելու, ես շատ հաճախ եմ ստեղ գալու արդեն։ Եվ եթե այսօր մենակ եմ եկել, վաղը մյուս օրը մենակ չեմ գալու։ Եվ վաղը մյուս օրը մենակ այստեղ չեմ գալու։ Այդ պատգամավորները ունեն գրասենյակներ, կուսակցական օֆիսներ, շենքեր, չէ՞ կուսակցական։ Վերջապես շրջապատ, որտեղ իրանք աշխատում են, կամ ասենք ինչ-որ սրճարան, որտեղ սուրճ են խմելու։ Այդ պատգամավորները հնարավորություն չունեն, խոսքը այս 3 պատգամավորի մասին չի։ Խոսքը հետագայում նաև չմիացած պատգամավորի մասին։ Այդ պատգամավորները հնարավորություն չեն ունենալու խուսափել։ Ընդդիմադիր պատգամավորները իրենց ընդդիմադիր համարողները այսօր ունեն հետևյալ երկընտրանքը եղբայրաբար միանալ գործընթացին, այդ գործընթացը համարել իրենք ունեցել, դուրս գալ մեկ անձի քաղաքական կապրիզների շրջանակից, որովհետև մենք հիշում ենք ծաղրում ենք որոշ պատգամավորների ուսապարկեր ենք անվանում, այդ օրինակը վարակիչ ուսապարկային օրինակը պետք է վարակիչ չլինի դիմության համանդիմության ներսում։ Դուրս գան այդ մեկ անձի Ռոբերտ Քոչարյանի քաղաքական փոփոխություններ, անձնական շահերի աշխատների ծիրից եւ անեն այն, ինչի համար իրանք հայտնվել են այստեղ։ Իրանք ոչ են հայտնվել այս շենքում, որպեսզի գնան արտասահմանյան ուղևորությունների, որոնց ցուցակը ես շուտով կհրապարակեմ, հանրությունը կտեսի թե ինչ, այսպես ասեմ, ստադի վիզիտների են մասնակցում մեր ընդդիմադիր պատկերն, այն որ խրոխտ ասում են Արցախի հարցը բան։ Ես ես կհրապարակեմ, կտենաք թե Արցախի հարցը որտեղ են իրանք բարձրացել թե չէ։ Այդ արտասահմանյան պայեսկեքի, քաղաքական туриզմի, բարձր աշխատավարձի, քարորիայի չորեքշաբթի օրերին այստեղ Նիկոլ Փաշինյանի համար իր տղամարդությունը ապացուցելու օբյեկտ դառնալու, այդ դրա համար չեն եկել իրենք։ Իրանք չեն եկել ստեղ որտեղ խրոխտ հարցեր կան Նիկոլ Փաշինյանի տատիկների գույքահարկի մասին, չէ՞։ Իրանք են անում։ Իրանք եկել են ստեղ, մենք բոլորս ձայն ենք տվել իրան, որպեսզի իրեն հեռացնեն Նիկոլ Փաշինյանին։ Հիմա եղբայրական առաջարկ ենք մենք հենց այս բանի ինչ ենք անդրադառնում, որ 4 տարի չեն արել իրանք էլի։ Դա մի կողմ ենք թողնում, հիմա դա հետո հնարք ենք, որ ամեն ինչ միասնություն լինի, բան կանենք։ Բայց 4 տարի ոչինչ չեն արել։ Հիմա մենք քաղաքացիներս ասում ենք եկել եք ստեղ արեք, իրանք ինչ-որ պայմաններ են դնում մեր առաջ։ Սա իհարկե զավեշտալի է, այս սիտուացիայի տակից այն պատգամավորը մինչև վերջ չի միանա այս նախաձեռնությանը, տարբեր մանկամասնային այսպես պատճառաբանություններով ինչ-որ
ինչ-որ անիմաստ թղթի վրա ստորագրելով կամ հին ստորագրած թղթեր անել հրապարակելով կամ եւ այլն, այդ падգամավորը կստանա հանրային համապատասխան վերաբերում։ Այդ ժամանակ մարդիկ կհասկանան, կտեսնեն, այդ падգամավորը, այս ամեն ինչը հիմա այս բանը շարունակվում է մեր որոշ ընդդիմադիր падգամավորների հեղինակության հաշվին։ Կանգ առեք, հարգելի ընդդիմադիրներ, կանգ առեք, սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է ձեր համար, իմ համար չէ։ Ես քաղաքական սուբյեկտ չեմ։ Ես 26 թվականի ընտրություններին մասնակցելու բացարձակ որևէ նպատակ չունեմ, հետևաբար ռեյտինգի խնդիր չունեմ, բան չունեմ։ Կանգ առեք, միացեք, եղբայրաբար ու եկեք իրական առաջին քայլը արված է, արդեն նախաձեռնությունը կա, եկեք այստեղ նախաձեռնության շարժվենք առաջ։ Եթե ոչ, ապա հանրությունը իր ծանրակշիռ խոսքը ես վստահ եմ, որ ասի է ոչնչացուցիչ։ Հիմա շարժվենք պատիվ ունեմ խմբակցություն։ Որ կողմից։ Մեջքի ցիրուն չեմ։ Միշկան եմ ապրել։ Okay, Meşkiş çay mı? Մենք հիմա բարձրանում ենք պատիվ ունեմ խմբակցության գրասենյակ, որտեղ ես կվերցնեմ ձևաթուղթը եւ այդ ձևաթուղթով այցելեմ ընդդիմադիր падգամավորներին, ովքեր ցանկություն են հայտնել միանալու Նիկոլ Փաշինյանի impeachment հայտարարելու անվստահություն հայտնելու գործընթացին, բայց ինչ-որ երևի պատճառներով այդ հնարավորությունը չեն ունեցել, մենք հիմա այդ հնարավորությունը մեր ընդդիմադիր падգամավորներին կընձեռենք։ Հաճախակի ձեզ ինչպես Եղումա պանում ուժում Ալյա պանում Դուք մոնտրեք Դուք ով ես խոսում Փոփոխություններ թվերին եք գալ է, նախ շնորհակալություն ձեզ, որ վերջապես սայլը տեղի շարժվել էր 4 տարում երկրորդը հատուկ շնորհակալություն տեխնացուի ընտրության համար, Դավիթ Համբարձումյանին ես շատ երկար ժամանակ ճանաչում եմ, իր սկզբունքայնության
մասին իր լեգենդար սկզբունքայնության մասին եգրակել իր գործերից։ Դրա համար կարծում եմ այդ կուսակցությունը այդ առումով փայլուն ընտրություն արել, ես անկեղծ ուրախ եմ եւ երջանիկ եմ ընտրության համար։ Պարոն Մոհաջանյան, խնդրեմ փոխել եք ձեր մոտ։ Ես պետք է խնդրեմ ձևաթուղթը ինձ տակ, որովհետեւ մեր պատգամավորներից ձեր գործընկերներից 3 հոգի առնվազն հայտարարել են, որ պատրաստ են ստորագրել ձևաթղթի տակ, միանալ Նիկոլ Փաշինյանի անվստահության գործընթացին եւ չգիտեմ, երևի ինչ-որ տեխնիկական խնդիր կա, չեմ խորանում այս պարզության մեջ, երևի չգիտեմ, դիսկոմունիկացիոն համարենք այդ խնդիրը։ Հիմա ես եկել եմ, որ այդ ձևաթուղթը վերցնեմ, գնամ ստորագրել Խնդրեմ նախ ցույց տանք, դուք չեք տեսնում, չէ, ես չեմ տեսել։ ձևաթուղթը արգելի հեռուստադիտողներ։ Այս տեսքում նախագիծ պիտի լինի պատրաստած արդեն այսպես խորհրդվում։ Սա առաջինն է։ Սիմոնյանի ստորագրությամբ, արդեն ազգային ժողովի նախագահի պաշտպանության բաղեցրող տեխնացուի անունով, հղումով, կանոնակարգ եւ Սա երկրորդ էջն է հիմնավորումը։ Ես նկատեցի եղան ինչ-որ պատվիրված գրառումներ, որ իսկ ինչի եք որպես հիմնավորում բերել միայն կառավարության ծրագրի կատարողականը, բարձր որ էջեր կարող էին գրել Արցախի հանձնումից մինչև ամենավերջին, ու ամենաների բանը ընդգրկուն իրավական ձևակերպումը կառավարության ծրագրի կատարողական, որտեղ կառավարության ծրագրում կա Արցախի հետ կապված դեն բաներ չէ, ադուր բացում էր մատիզած կդունքներով էր ուզում դաժն դեղ անջատում հանուն տեղության կարի։ Սա երկրորդ էջն է, սա մաքսիմալ պաթոսի ձև է։ Հասկացա, օրենքի պահանջներով է։ Սա դիմում նաև հաստատքներով, նշված է երրորդ էջն է։ Այս ով ան եք ասնում։ Հա, ներկայացնում է ես եմ։ Առաջ էջում է, հա, Դավիթ Համբարձումյանի ներկայացնում եք ես, այո։ Ես երրորդ էջում ունեցես։ Հա։ Նոր վարչապետ տեխնացիան ներկայացնում է այդ բանը։ Շատ լավ։ Սա բազալի ստորագրությունների էջ է։ Այսինքն մենք այստեղ տեսնում ենք, որ 6 ստորագրություն կա։ Նաև դու տեսնում ես իմ օպտիմիզմի մակարդակը։ Օպտիմիզմի մակարդակ չի, պարոն Ջան։ Սա իրականություն է լինելու։ Ես այսպես էլ ակնկալում եմ, այսինքն մեր աշխատանքի արդյունքը այդպես է։ Վստահաբար, այսպես 107 տեղ թողացավ, ես վստահ եմ, որ մեր բոլորի աշխատանքով դա լրիվ հասանելի է։ Բայց եկեք փակեցիք հետո դասին ոչ, ստորագրենք կբացենք։ Այստեղ ձեր ոչ օպտիմիստ օպտիմիզմ։ Այստեղ ռեալիզմ աշխատած։ Մեր գործակիցները կլինեն ձեր հետ ֆրակցիայի, որ կարողանանք մեր Շատ շնորհակալություն։ Ինձ երբեմն գտնվում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագծի փաթեթը, բոլոր փաստաթղթերով հանդերձ, ինչը դուք տեսաք, այս փաստաթղթերի փաթեթով մենք քիչ անց կգնանք 3 պատգամավորների մոտ, պարոն Աղվան Վարդանյանի, տիկին Ագնես Ախամյանի եւ պարոն Արտուր Խաչատրյանի մոտ։ Նրանք բոլորը դիմադիր պատգամավորներ են, նրանք բոլորը ձայները 2021 թվականին ստացել են Նիկոլ Փաշինյանին հեռացնելու խոստումով, հետևաբար կարծում եմ ոչ մի խնդիր չի լինելու եւ հատկապես նրանք հրապարակային հայտարարել են, որ պատրաստական են այս նախաձեռնությանը միանալու։ Ես եւ ձեր թույլտվությամբ շրջագայություն ունեմ ազգային ժողովում ես բարի աշխատանք Սմիչոն շիտով էլի նաշից է, հա։ Այո։ Իմ ձեռքում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագծի փաստաթղթային փաթեթն է, ես հիմա ուղղվում եմ պարոն Աղվան Վարդանյանի սենյակ, որ պարոն Վարդանյանը իմ կարծիքով բավական կարկառուն ընդդիմադիր է, ես ընդդիմադիր գործունեությունը հետևել եմ, ավելին ասեմ, թե չգիտեք, ժողովուրդը
2018 թվականին իմ որոշումը պայքարելու ես կայացրեցի հենց պարոն Աղա Վարդանյանի ելույթը լսելուց հետո հետագայում ես նաև փոքրիկ էսսե գրեցի, որտեղ նշեցի, որ առաջինը աղբանն էր, ես հուսով եմ այս առումով ևս առաջինը կլինի պարոն Աղա Վարդանյանը, ում անկախ ամեն ինչից, անկախ մեր այսպես հարաբերություններից, չէ, Աղա Վարդանյանի Սիրտս ինձ անոնց բերեց էստեղ Yes, spasem. Այստեղ դուքել եք, ես ասեցի, որ Այդ Մարյանին կհարցնեք, երևի քչերն են տեղեկացրել, չեմ կարող ասել։ Դուք որտեղ նստեք հարմար եմ։ Ես շատ տարածել եմ Ես սկսել եմ լեգ ելույթը լսելուց հետո 2015 դուք խոսացի ազգային ժողովի դահլիճում մինչև այդ իմ շատ անկումային հրամանություններ են ես մտածում եմ որ ոչ մի պայքար չհնարավոր չի անիմաստ է ձեր ելույթը լսելուց հետո հրապարակային հիմա ինչպես տեղարկեք նախաձեռնություն կան, իշխանության անվտանգություն հայտնելու։ Այդ նախաձեռնության տակ այս բանի տակ 6 պարգամավորի ստորագրություն։
Տեխնացուն դարի համբարձումն է, մասսի համանքապետ, որը անվայման կլոտնացեն, և քանի որ դուք ձեր հրապարակային խոսքում ասել եք, որ պատրաստ եք նրանց խորագրելու, ես ենթադրում եմ, որ տեխնիկական հարցը այդ դիսկոմունիկացիոն հարցը, որտեղ ձեր անկեղծ մղումների վրա չեմ համարձակվում պատասխանել, դա որոշեցի գա այցելեն և այս թուղթը վերցնեմ, ձեր ստորագրությունով հեռանա, ձեր ստորագրությունով այստեղից հեռանա, ևս մեկ ստորագրության Իգոր Փաշինյանի հեռացմանը մոտենում։ Որով եք եկել, Այստեղ է։ որով եկել, որով ստավացում։ Ես հավոնում եմ իքարներ առաջ, հանդիսել եմ պատում եմ խմբացություն 4 պարդամավորների հետ, 6 պարդամավորից 4-ը եկել ցավով, որոն մարկուր Իքարյանի հետ թարգիր թողոսանը չի եկել։ Մենք այդ հարցում ես ինքն նարկել ենք իրեն բավարարված հեռացել։ Ով է ձեզ ուսախուստում։ Որոն Մամիջյանին։ Որոն Մամիջյանին քննարկել ենք հարցը, երբ որ Մամիջյանը ինտերվյուի կարող է դրախտացնել, որ ես զարմացա։ Ես ուսում եմ պարոն վստահություն, որի ունեմ գործընկերների հետ մենք բազմաթիվ հարցերում համապարփակ տարբերակալ գործընկերություն հարցում տարբեր հետաքրքրել։ Վերահսկել պարոն Մամիջյանին, այսինքն պարոն Վարդյան, չեք ստորագրում, այդ հարցը դες չեմ քննարկում, այդ հարցը մեզ հետ չեք քննարկում, ինձ հետ ես սովորական մարդ եմ, որին ինչ-որ անուններ եք դրել, նորմալ է, ես չեմ դրել։ Ես մեր արտադրության մասին չեմ խոսում, այդ մասին ես ասել եմ, պարմանիներին փոխանցել։ Ես պատրաստ եմ, եթե դուք հիմա ստորագրեք, պատրաստ եմ, ես հիմա դուք չեք հրապարակային ներողություն Փոխանցել պարմանիներին, ասել փոխանցել տեղում է, եթե հարցեր ունեցել, կարող է բացումով շարունակել քննարկել։ Ես պարոն Մամիջյանի սունդակը չեմ, պարոն Վարդյան։ Ես ստորագրում եմ։ Աշխատարը են ասում, եկին նախինում։ Ես հաստատ ինչ Այդ հարցը ես դες չեմ քննարկում։ Եկեք անձնական տես բնութագրումներից այս պահին ունելուց մնանք, եթե որևէ հարցով ես որևէ իրավարական բան եմ ասել, ձեր ստորագրությունից հետո լրատվամիջոցների առաջ պատրաստ եմ ներողություն խնդրել։ Նախ այդ կարծիքի ստորագրել Այդ արտահայտությունները ուժի մեջ են մտնում, եթե այստեղ ստորագրություն չի լինում, զուրկ Որին անվստահություն, վարդասացի, որոն Մամիջյանի տեղերի, ոտիվերը խմբացությունի տեղերի, ես պարոն Մամիջյանը ես Որոն Մամիջյանի ինդասում է բնած դրոտները, հանրապետական կուսակցության գրասենյակում է, ո՞նց են հայտնվել չգիտեմ դերեք չեմ իրենց կհասնեք, ես խմբակցության գրասենյակ, չէ, ոչ մի չեմ պայմանավորել։ Հիմա ուզում եմ հստակ ասեք, ստորագրում եք թե չէ, պարոն Վարդանյան, որպեսզի Որոն անվստահություն ջան, այդ հարցը ես ձեզ հետ չեմ քննարկում։ Մի անգամ որ մի բան ասում են, դիլոսը Հիմա ստորագրում եք թե չէ, մի անգամ ձեզ ասացի, ձեզ հետ այդ հարցը ես քննարկում։ Ո՞ւմ եք քննարկել, Որոն Մամիջյանը եկել դուրս կար անհրաժեշտություն լինի։ Պարոն Վարդյան, 21 թվականի հիմա մարդկանց չէ ձայները, սեկտորի Նիկոլին հանեք։ Ես էլ ձեզ հավատացել եմ, որ 18 թվականից ձեր լայվերը, իմенно կավարտեն, ձեր լայվերը շարունակել կանանցում հրավերների դուրս դուրս։ Եթե հանդես գնամ առանց մեր Ձեզ այդ հարցը ես չեմ քննարկում, պարոն Մամիջյանի բարիկունի ինտելիգենտի։ Եվ վերջինը, պարոն Մամիջյան, ովքեր օրգանիզել են սերիան, անպայման ես խնդրում եմ, պարտադրում եմ, որ խոնարհվել մեծերի առաջ և նոր միայն հեռանում։ Այսինքն պարտադիր խոնարհվեմ։ Այո։ Հետ ստորագրում եք, ոչ թե խոնարհվեմ, եկ անգամ խոնարհվեմ։ Ստորագրեք, Դուք մեծերի առաջ եք խոնարհվում։ ես մեծերի առաջ ամոթով եմ նայում հիմա, որովհետև մեր երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է ու մենք ստորագրությունների պատրաստ ունենք։ Ձեր նման ազնիվ Մենք ավարտեցինք և երկու խնդրանք ունեմ ձեզ ևս։ Առաջին արդեն ասացի Դավիթին ամրոցում եմ կբարևեք։ Անպայման Երկրորդը մի հանձնարարություն է տվել, չեք կատարել այսօր անպայման առաջ։ Որն ինչ հանձնարարություն տվել։ Այսօր կդնենք ներդաշնի ոստի վրդոկայցներ գերի վրավիմիր Պրոստորյան էստում, ասել որ պարոն Վարդյանը խնդրում էր հիշեցիք, դնել է։ անպայման վերադարձ։
Դիտի բայց այս կոնցենտրացիա Սա հանձնեք պարոնոմիջների Ես ոստանանց կանեմ, մի խոսքով չեք ստորագրում կանոնական Ձեր ասելի կասացի Չէ, բայց շնորհակալություն որ Ասեմ որ Պարոն Խաչատրյանը Արտուր Խաչատրյանի այս պայմի այմեզ էջ հանդիպման էր ինձ ներողություն խնդրեց ոչ կարևոր հանդիպման էր Ուրեմն, բանշում ասելու, մենք էլ ենք արել Եվ դա բրծակ էին, բան վաղթեն իսկ արտեսականությունից Լավ, եղավ, ես դուրս կա Են նկարելով բոլորեք Ես հենց ստորագրությունը հավաքել բոլոր նկարների առաջ, գալել ամեն Մեզ էլ ես 4-ը չեն, էլի կա բայց այս շենքու ինչ Բոլոր նկարների առաջ խոնարհվելու եմ, հենց ստորագրությունները հավաքենք Լավ մնացեք, պարոն Վարդանյան, ցավում եմ, որ չստորագրեցիք Պարոն Վարդանյանը հրաժարվեց ստորագրելուց Ես փորձեցի նրան համոզել շատ քաղաքավարի եղանակով, բայց պարոն Վարդանյանը հրաժարվեց, ասեց, որ խոսի պարոն Մամիկյանյանի հետ քննարկել են, հա, քննարկել են, հիմա հավելյալ ինչ կա քննարկելու Արդյուն ենք շարժումը, դերևս փետրվարից, մի քիչ մի փոքր ժամանակագրությունից ես ներկայացնեմ Փետրվար ամսից սկսեց Լիգա Պաշտոնյան հեռացնելու ուղղված արդեն կազմակերպված գործընթացը Պարոն Էդգար Ղազարյանը իմպիչմենտի հարցով դեռևս 2022 թվականից հարցազանում էր, զանգում էր, ասում էր, զանգահարում էր, այսպես ասեմ, զանգում էր, ասում էր, որ միակ տարբերակը մնացել է իմպիչմենտ, այսինքն դա շատ վաղուց է սկսվել այս գործընթացը, իսկ երևի որը չի սկսվել Քաղաքական ուժերը փորձում էին չնկատելի տալ, ընդ որում եկեք sense ասեմ, ես նաև որոշակի ներհացվածություն մի քիչ տենց չգիտեմ ոնց արտարում, նաև պատիվ ունեմ խմբությունից, որովհետև պատիվ ունեմ կարող է 4 տարվա ընթացքում ավելի վաղ սկսել այս ամենը, բայց հիմա գոնե ասում եմ, հələ չենք անդրադառնում այս նախորդ այսպես խոսակցության ժամանակ, ձեզ ասեցի, որ դեռ չենք անդրադառնում, դեռ ինչի 4 տարի առաջ դա չեղավ, հիմա, որտեղ հիմա process կա, հիմա կենտրոնում ենք արդեն այս եղած process-ի վրա։ Հիմա նայեք, սկզբում փորձում էին անտեսել այս ամեն ինչը, սկզբում փորձում էին չտեսնելու տալ, հետո փորձում էին ինչ-որ հեգնել, ինչ-որ անլուրջ, ասես բաներ ասել, հետո եղավ նախաձեռնություն, հետո ֆրակցիոներացիային հանդարտություններ հանց գալ, հետո եղավ արդեն շատ լուրջ և ծանրիշի տեխնացու, հետո արդեն սկսեց վանություն, այսինքն պատկերացիք չէ, որտեղից որտեղ է։ Այդ ամբողջ process-ի ընթացքում մենք հանդես ենք եկել այս խոսակցությունը, այս թեման վարսածանյողի դերում։ Հիմա մենք որպես հանրություն, որպես հանրության ներկայացուցիչ տեսնում ենք, որ երկու խմբակցությունների մեջ կա դիսկոմունիկացիա։ Հայաստան խմբակցությունը հրաժարվում է միանալ այս նախաձեռնությունից, վերաճկով տեսա, չկա այստեղ ստորագրությունը։ Հիմա ես որպես հանրության ներկայացուցիչ, որպես ընտրող, ով 21 թվականին ձայն ապրել, նույն պարոն Վարդանյանի, նույն պարոն Մամիկյանի ցանկանում կողմնորոշվել։ Ի՞նչն է խնդիրը։ Եթե տեսեք, օրինակ պարոն Վարդանյանը հարց բարձրացրեց, ասեց, որ անձնական իրավունք, մոտավորապես տենց բան, ասեց, ոչ կոռեկտ բառապաշարով եմ ես արտահայտվել չստորագրվող պատգամների մասին։ Իհարկե, ես ընդունում եւ տեսախցիկների առաջ ես խոստացա ստորագրության դեպքում հրապարակային ներողություն խնդրեմ։ Եթե ես եմ խնդիրը ինձ հանեք process-ից, ստորագրեք։ Ես ոչ մի ամբիցիա չունեմ։ Ոչ ես, ոչ պարոն Էդգար Ղազարյանը, մենք այստեղ չենք հանդես գալի քաղաքականության մեջ չենք ուզում, իսկ զզվում եմ քաղաքականությունից։ Ուժ եմ ասում, ինձ հետաքրքիր չի քաղաքականությունը։ Եվ ես խոստացի պարոն Վարդանյան, ստորագրեք, եթե դա ձեզ հանձնվեց ինչ-որ ձևով կպել է, բոլոր պատանեկներին եմ ասում։ Ես պատրաստ եմ հրապարակային ներողություն, ստորագրությունը թողնի, իմանա կարևորը սա է։ Ես այս է կամերային նայելով կասեմ Ժորժան, սխալվել եմ, այս մարդկանց մասով սխալվել եմ, իրանք եկիմ ասած ձևակերպումների տակ հատ-հատ կասեմ, որ
չեն մտնում։ Դու պետք է ասեմ, ես եմ մտնում այդ ձևակերպումների տակ։ Կարևորը ստորագրությունը կա, կարևորը process-ը գնում առաջ։ Ինչի մասին է խոսքը։ Մենք տեսանք, որ պարոն Վարդանյանը խոստացել էր հրապարակային, եթե ձևաթուղթը կլինի ստորագրի, մերժեցրել։ Մտա մենք բոլորս մեր աչքի առաջ տեսանք, Ժորժ ջան, մեր process-ները այն ինչ որ մենք անում ենք, բաց թափանցիկ հրապարակային է, մենք տակից ոչ մեկ էլ ոչ մի բան չենք բանալություն, չենք խոսում։ Այսինքն գնում ենք հրապարակային, եթե ինձ լրատվամիջոցը չի գնում, լայվը մենացած գնում ենք, մենք ինչ ունենք թաքցնել մարդկանց, դա անում ենք լավի համար, չէ՞, վատ բանի համար չենք անում։ Ոչ է եկել պարոն Վարդանյանից գարաժի դեպոզեի կամ իմ ախորտակում գործի տեղավորը։ Ես եկել եմ, խնդրում եմ իր ստորագրությունը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վստահություն հայտնի, այս փաթեթի տակ։ Եվ չեմ ստացել այս ստորագրությունը։ Չի տալիս պարոն Վարդանյանը ստորագրությունը, չեն տալիս, ես չգիտեմ ինչն է խնդիրը։ Այլ պատգամավորներ են Իհարկե, հենց հիմա մենք իհարկե, ես այսօր, այո, ես հայտարարել եմ, որ պարոն Արտուր Խաչատրյանին եմ հանդիպելու, բայց պարոն Վարդանյանից իմացանք, որ շենքում չի կարևոր հանդիպումով, բան չունեմ ասելու միգուցյան անվստահությունից, Նիկոլ Փաշինյանի անվստահություն հայտնելուց ավելի կարևոր հանդիպման է, միգուցե իրոք տեղակ չի եղել, որտեղ վերջին հայտարարել, երեք հայտարարել։ Համարեք հարգել ես մասով, բնկելի գտնենք։ Եվ երրորդ պատգամավորը, ինչպես տեսնում եք, Ագնեսա Խանոյան 202 սենյակ, հիմա ես երեք պատգամավորը ինչի ես երեք, որտեղ ես երեք պատգամավորները հրապարակային իրենց հարցազրույցներում հայտարարել, որ ձևաթուղթը հենց լինի, իրանք է ձևաթուղթի տակ ստորագրում։ Հիմա այս ձևաթուղթը իմ ձեռքին է, տեսա, ձեզ ցույց տամ, 4 էջանոց, առաջադրման, դիմումի, մի խոսքով տեխնացուի ներկայացման, որով այս ձևաթուղթերը պահպանված են եւ ավելի ստորագրությունների դեր։ Հիմա այս թղթով ես փորձեմ տեսնել Տիկին Խանոյանը ինչ կասի։ Ինքը նաեւ հայտարարում է, որ այս Նիկոլ Փաշինյանին հեռացնելը դա թիրախավորում է, որը քոչյան նորմատիվ կարելի է հասկանալ։ Բայց քաղաքական ինտրիգների մեջ գործում չմտնել, որպես ավելի չխճճել այս իրավիճակը, որտեղ խճճելը, այս իրավիճակը խճճելը ձեռնտու է միայն այն գործիչներին, ովքեր փորձում են անվստահության գործընթացը ոչնչացնել։ Մենք դա ձեռնտու չի։ Հետևաբար շատ քաղաքավարի, շատ չէ, ես հիմա Տիկին Խանոյանից փորձեմ ստանալ իմ հարցերի պատասխանը եւ իր ստորագրությունը։ Տիկին Խանոյանը այսօր երկուշաբթի օր է, ժամը 12-ին 15 պակաս, Տիկին Խանոյանը ինչ-որ երևի շատ կարևոր գործեր ունի, ազգային ժողովի շենքում չի, ինչպես նաեւ ազգային ժողովի շենքում չի մյուս պատգամավոր Արտուր Խաչատրյանը։ Այս երեք պատգամավորին այցելելու մի սերով իմջելուց հատուկ հարգանքներս պարոն Վարդանյանին, ով որ ընդունեց, ով որ իհարկե որոշ անձնական այսպես կծնծոցով, բայց մարդը մնաց, ընդունեց, առավես պատասխան փորձեց իր դիրքորոշումը գոնել, շղթական դիրքորոշումը բացահայտի, դա ես կարծիքով ես բան հարգանքի արժանի է։ Մնալու եք մինչև Չէ, ես այսքանով հիմա տանեմ արդեն ձևաթուղթը կհանձնեմ պատիվ ունեմ խմբակցության գրասենյակ, դրանից հետո արդեն հաջորդ իմացելության մասով կպայմանելու ենթադրում եմ, ես երեք պարոն Ղազարյանի հետ եմ խոսացել, Գազարյանը հնարավոր է վաղ կամ հուսով ինքը այցելի իր պատգամավորը, այսպես ասած, իր որոշակի պատգամավորը։ Մենք այստեղ լինելու ենք շատ հաճախ, մենք գնալու ենք բոլոր պատգամավորները, ոչ մի պատգամավոր, տեսեք, այսօր Ագնեսա Խանոյանը այստեղ չի, բայց ինչ որ Ագնեսա Խանոյանը այս պրծավ է, չէ, մենք Ագնեսա Խանոյանի մոտ գնալու ենք մի հոգով, գնալու ենք ազգային ժողով, գնալու ենք հենց գրասենյակ, գնալու ենք այս սրճարան, որտեղ ինքը սուրճ է խմում, գնալու ենք ես, գնալու ենք 10 հոգով, 20 հոգով, 100 հոգով, 1000 հոգով ենք գնալու։ Այդ ժամանակ, այդ պահը ես չեմ ուզում հանդարտ հետաձգում, որպեսզի այդ մարդկանց այդ քանակը, որ իրանք անվանում են փողոցի գեներացիա, մինչև իրանք ստորագրելը փողոցում չլինի, որովհետև հենց փողոց դուրս եկան մարդիկ դուրս եկան փողոցում Իշխմենքը պահանջեցին այս ձևաթղթի տակ եղավ 6 ստորագրություն, այդ մարդիկ փողոցում պայքարելու են նաև չստորագրած պատգամավորների դեմ, այդ թվում նաև այս պայքարության ընդդիմադիր դաշտում գտնվողների մասին է, իսկ որտեղ արդեն ակնհայտ է լինում, դառնում, որ
Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործընթացը խոչընդոտվում է ընդդիմադիր, այս բանին առանց ճակերտների եմ ասում, բայց գնալով ավելի ոնց որ ճակերտները երևի ընդդիմադիր պատգամավորների եւ ընդդիմադիր գործիչների կողմից։ Շնորհակալություն։ Մենք այդ 28 ստորագրությունները հետաքրքիր ունենալ հաջորդ կատեգորիային։ Շատ լավ բացեք տալի, որովհետև այդ հարցի, այդ ձեր տված հարցի բռնաբարումը ես տեսել եմ բոլոր հնարավոր եթերներում, որտեղ ինչ-որ մարդիկ իրենց իրավունք են վերապահում չմիանալով այս գործընթացին, մեզ ինչ-որ նախապայմաններ թելադրել։ Մեր առաջ շուտ պայմաններ դնել ու մեր ստրատեգիաները քննադատել բանը։ Եթե օրինակ Տիկին Ագնես Ախամյանին այսօր ստեղծել եք ստորագրությունը կդնենք, ես մեծ սիրով Տիկին Ագնեսային կպատնեի ամբողջ ստրատեգիան, մանրամասն շատ ավելի հիմա որոշում եմ ասել, բայց ավելի մանրամասն։ Կպատնեի, լսեի Տիկին Ագնեսայի քննադատությունը, չէ՞ որ մարդը ստորագրությունը դրել, ես արդեն պարտավոր եմ իրեն մանրամասն պատմել ինչ մասին է խոսքը։ Ուրեմն հարգելի հայրենակիցներ, շատ շնորհակալություն այս հարցը բարձրացրեցիք եւ հնարավորություն տվեցիք ինձ հայրենակիցներին դիմել այս բանը։ Ուրեմն մենք ունենք մեր ստրատեգիա, մեր մարտավարությունը։ Այդ մարտավարությունը հասու չի որոշ ընդդիմադիրների, ովքեր 4 տարի շարունակ տապալել են ամեն ինչ հնարավոր է տապալել։ Եթե այդ մարդիկ դες լավ խորհուրդներ կարան տան, իրենք թող իրենց այս 4 տարի վերջին 4 տարվա գոնե մի բան ավարտին հասցնեն։ Մեր ստրատեգիան հետևյալն է։ Գոյություն ունի անվստահության գործընթացի հաղթահարման 2 պատ։ Առաջին պատը, ինչպես տեսնում եք հարգելի հայրենակիցներ, ընդդիմության պատն է։ Այս պահի դրությամբ խոչընդոտումը ընդդիմությունը։ Սա իհարկե երկար տևել չի կարող, որտեղ ինչ-որ բանի կամ կկոնկրետանա ամեն ինչ, այսինքն մենք կհասկանանք, որ իրանք այդ ընդդիմություն չեն, հստակ կհասկանանք, եւ շարժվենք առաջ նրանց նկատմամբ եւս կիրառելով այն գործիքակազմը, ինչը կիրառվել է քաղաքացիական պայմանագրի հիման իշխանություններով։ Կամ ինչ-որ բանի իրանք կհաղթահարեն իրենց ներքին թիմային, խմբակային, անհատական շահերը, չհասկացվածություն, ես չգիտեմ ինչ անունը կապ չունի, եւ կմիանան այս գործընթացին եւ մենք միասին կլծվենք հաղթահարելու հաջորդ դիմադրության պատը, որը կոչվում է իշխանական դիմադրության պատ։ Այս ինչ ասում են, սա կարող եք մի վայրկյան չկասկածել, տեղի ունենալու, մի վայրկյան չկասկածել։ Այսինքն մենք հաղթահարելու ենք ընդդիմության ես անիմաստ տարածությունները, ոնց ես չգիտեմ, թե հաղթահարելու երկու ձև կա, երբ որ հաղթահարենք միասին բոլորով ընդդիմությունով եւ հաղթահարենք այս նախաձեռնությունը չմիացած ընդդիմադիրների հեղինակության հաշվին, հեղինակազրկելու հաշվին։ Այդ տարբերակները ես չեմ կարող ասել, որը կընդդիմում էր ընդդիմությունը, իրանց ընդդիմության մասն է։ Ամեն դեպքում մենք դա կհաղթահարենք, անպայման անցնելու ենք հաջորդ փուլի։ Հավատացնում եմ ձեզ, հստակ ես ենթահարցերներ եմ հասկանում, որովհետև տիպը ինչի ԿՊ ինչ է գնում բան եղել, եմ ձեզ բացատրել։ Նախ հերթականությունով տեսքը դիգա։ Ինչ սկսված է նախաձեռնությունը։ Ընթացք է տված, արդեն ընթացք է։ Մեզ երկու ցանկ չի, մեզ այս պայդրությամբ պետք է 48 ցանկ։ Իսկ 48-ից առաջ պետք է 49 ու 7 ցանկ, 49 ցանկ, այդ շրջակայքում աշխատել։ Այդ մաթեմատիկան, այդ երկու ձայնապետ, որ մենք կներեք հիմար չենք 36 ցանկանոց նախագիծը կանենք ազգային ժողով ներկայացնենք ու դա իրականում մեր Չու այդ մասին բոլորը գիտեն, որ եթե 36 ստորագրություն այսօր էլ ունենանք, մենք դա չենք կարող ներկայացնել, ինչեւ չունենք առնվազն 54 ստորագրություն։ Այս մասով մի հատ ճշտում ու շարունակենք խոսքս։ Ուրեմն այ քաղաքացիական Ես այդ եմ ասում։ Ուրեմն այ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ պատգամավորների հետ աշխատանքը ինքը արմատապես տարբերվում է իր մոտեցումներով, ընդդիմադիր պատգամավորների հետ աշխատանքի իհարկե տարվում են եւ տարբերում անպայման տարբերում։ Դրա արդյունքը պատմական տեսնենք, տարբեր աշխատանքներ են։ Ես ասեմ, եթե պարոն Աղա Վարդանյանին մոտ գնում եմ ասում եմ, ինչ ա եղել, ինչ որ բան եք ասում։ Չէ, դե կարծում եմ։ Ինչ պետք է հարցնես։ Ավարտեք հետո։ Այո։ Աշխատանքը տարբերվում է, տեսնում եք ինձ, տարբերվում է երկու տարբեր
դաշտում գտնվող մարդկանցից։ Եթե Արմեն Վարդանյանը, Արգենսա Համանյանը այդ ուղղություններում 21 թվականին խոստացել են Նիկոլ Փաշինյանին հեռացնել, ասենք Ալեն Սիմոնյան հիմա խոստում չի տվել։ Ես պարոն Վարդանյանի մոտ գտել կարող եմ ասել, որ խոստում եք տվել, դու կատարեք ձեր խոստումը։ Ես պարոն Մամիջանյանի մասով կարող եմ ասել, բայց չգիտեմ, Հայկ Խոնջորյանին նույն տեքստով եթե դիմենք, կարծում եմ տարօրինակ կլինի, չէ՞։ Հետևաբար աշխատանքի, խոսույթի, բանակցության տրամաբանությունը ԿՊԱ-ների եւ դիմադիրների հետ տարբեր է, բայց եթե մեր որոշել դիմադիրներ որոշեն, որ նույնն է, մենք շատ մեծ սիրով նույն ձև կաշխատենք, ոնց որ ԿՊ-ի հետ ենք աշխատում, կաշխատենք իրենց հետ։ Բնականաբար, որ այս նույնիսկ եթե այսօր այդ 28 ստորագրվել, 28 ստորագրությունով չի բավարարվում գնանք։ 28 ստորագրություն, հարգելիներս նշանակում է 28 մարդ, առանձին անհատ մարդ, պատգամավոր, հարգարժան մարդ, միացած այս նախաձեռնությանը նշանակում է ԿՊԱ-ականների հետ բանակցելու ենք 28 մարդով։ Եվս 28 մարդով 6 ունեինք, 6 մարդ ունեինք, հա, եվս 20 չէ, այստեղ հավեց կա, 6 ունեինք, 20 եվս 28 մարդով շարունակում ենք առաջ մղել այս օրակարգը, հասկանում եք։ Էդգար Բազելյանն ու ես էլ իրանց ծառա, այդ 28 եւ պլյուս 6 պատգամավորին ծառա։ Այսինքն իրանք ինչ ասեն, ովքեր ստորագրել են, դեռ սուսուփուս պիտի անեն։ Ոչ մի խնդիր, ոչ մի ինչ-որ ամբիցիա, ոչ մի ինչ-որ բան եւ այլն։ Բայց այս պահին կա 6 ստորագրություն, այսինքն այս պահին նախաձեռնության մեր թիմը, նախաձեռնության թիմը բաղկացած է 6 պատգամավորից եւ հանրության մի հատվածից, որ ուզում է այս նախաձեռնությունը առաջ գնա։ Սա է ամբողջ պատմությունը։ Կարծում եք, որ կան այնպիսի համարձակներ, որ կարող է Նիկոլ Փաշինյանին դեմ դուրս գալ, մենք տեսնում ենք եկեղեցու հարցում նրանց զգուշավորությունը եւ պատրաստակամությունը ամեն ինչում Փաշինյանի ասածները հաստատելու եւ ասելու, այո, ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը դուք կարծում եք իսկապես կան այնպիսի մարդիկ, որ կարող են դեմ դուրս գալ եւ Փաշինյանը Եկեք էպիցենտրի հետ համաձայն, որտեղ հակառակը այստեղ կարող է տարբեր ասի բանակցություններ հասկանանք։ Հիմա մեզ որոշ դիմադրին ասում սկզբից ԿՊ-ի ձևերը բերեք, նորմենք։ Եկեք մի հատ պոստը զուտ ծերորապես նայենք, էլի։ ԿՊԱ-ականները ձեզ երբ պետք է միանան։ Ամենավերջում, չէ՞։ Այսինքն, երբ որ մենք ունենք սաղ ստորագրությունները, ամենավերջում այսպես միանան այն ԿՊԱ-ականները, որոնց հետ կա բանակցություն, ասես միանան, ցնցեն ու ստանանք մեր հաղթանակը մեր վերջապես ուզած։ Հիմա եթե ես սկզբից բերեմ ԿՊԱ-ականների ձայները, որը ենթադրաբար, չեմ հիմա ծծելու գողուկամը, ենթադրաբար ունեմ, ասենք թե օրինակ ունեմ 5 ԿՊԱ-ական, որի հետ պայմանավորվել եմ ստորագրությունները լինեն։ Հիմա ես եթե պարոն Ալեն Վարդանյանից առաջ եւ Արգենսա Համանյանից առաջ բերում եմ այդ ԿՊԱ-ական ստորագրությունները հայտարարում եմ, այդ դեպքում ինչ կլինի ԿՊԱ-ականների հետ։ Եթե իրենց ասեմ դուք եկեք ստորագրեք, բայց մի վարքյան դեր չեք, ես գնամ հիմա մնալ Ալեն Վարդանյանի եւ Արգենսա Համանյանի ստորագրությունները լինեն։ Քանի օրվա ասենք ասեմ կյանք ունենա ԿՊԱ-ը։ Ինչ կլինի։ Հովիկ Աղազարյանը ինչ է արեց Նիկոլ Փաշինյանը, մի հատ SMS-ի չի ենթարկվել։ Այսինքն այդ մարդկանց եկալ ենք վերեք դարձնենք խոցելի, ինչ հատ է ինչ-որ մի քանի դիմադիրներ քաղաքական կապրիզներ ունեն, ինչ հատ է ինչ-որ մի քանի ինչ-որ ընդդիմադիր մարդ 21 թվականին հայտարարել է, խաբել է ժողովրդին, ասել է կարելի է չի կարել։ Որոշել է նույն խաբեությունը ունի 26 թվին 10 մանդատի համար։ Այսինքն մենք բոլորս գերի ենք դառնում այդ մարդու 10 մանդատի հույսին։ Ես չեմ կարծում, որ դա տենց է։ Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ Հայաստան խմբակցությունում, քանի որ մենք անհատական անհատական խոսակցություններ ունենք, ես չեմ կարծում, որ դա ես չեմ կարծում, ես վստահ չեմ դրանում։ Երկու հարց դիտարկում եմ Մարիամ Խաչատրյան ազգից։ Շատ հաճելի է։ Ուրեմն բանը, տեղեկացնում որ տարածաշրջանում պատերազմն է առաջին եւ այդ իմաստով իմպիչմենտը հիմա ամենահարմար բանն է, իմպիչմենտը սկսել մեկ երկրորդն հարցն է։ Որտե երբ հարմար բանը։ Մինչև պատերազմը գուցե հարմար էր, այդ եմ ասում։ Եվ երկրորդ հարցս դրանց առաջին Ուկրաինայում սկզբունքորեն հետևում է իրավական օրենսդրական առումով
եւ փողոց կա, եւ քրիտիկական զանգված կա, որտեղ գրած է։ եւ դա ալտում է նրանով, դա որտեղ է գրած։ Ձեր ասածը սպասեք որտեղ է դա ավարտվում։ Չէ, դուք տենց Շոկի պահանջը ավարտվում է օրենսդրական իրավական ձևակերպումով ամստալության գործընթացով։ Ձեր տեղեկատվությունը սխալ է, նման բան չկա սահմանադրության մեջ գրած, սահմանադրության մեջ impeachment-ի 115 հոդվածն է, օրինակ վարչապետին ամուսնություն հայտնելու հոդվածն է, հարգարժան, 115 հոդվածն է, այնտեղ ոչ մի փողոցի ժողովրդի բան, ոչ մի բնեցման չկա։ Հստակ գործընթաց է իրավական, որը ենթադրում է նաև այնպիսի իրավիճակներում անվստահություն հայտնել, երբ որ գոյություն ունի մեծամասնություն եւ փոքրամասնություն։ Հեղաշրջման էլի նման։ Ես չգիտեմ ինչ անեմ։ Եթե փողոցի պահանջը չկա։ Կարծում եք սահմանադրության հոդված կա, որը հեղաշրջման անվանում է, ես չգիտեմ։ Անունը ինչ ուզում եք դրեք, ես չգիտեմ։ Լավ չի լինի, անունը դնենք, ենթադրենք, ասենք, չգիտեմ, իշխանաշրջում, բայց դա պատերազմը, դրանց առաջին Ուկրաինայում էր պատերազմը, հարմար բան ես չգիտեմ։ Իմ համար ամեն բան հարմար է։ Շնորհակալություն շատ։ Միջև այնտեղ հասնենք նաև առաքելական եկեղեցիների Նիկոլ Փաշինյանի եւ Հիմա վերջին մի քանի օրերին մենք տեսնում ենք, որ ստաղոցներ չի իրականացնում Նիկոլ Փաշինյանը, որևէ գրավում չի կատարում Կաթողիկոսի հետ կապված ամարտեցին այս արշավը, Ես կարծում եմ նրանք այսպես ասած պրակտիկական նահանջարեցին, զվարթոցնավական որ նաև մանտերեք, դերդասանություն անտերեք, տեսակ, որ երկայր և կազմ կետիչներից է վարչապետի կետիչների համարցում։ Այդ կորետ մարդկանց թումբը նաև տեսնելով, իմ կարծքով պրակտիկական նահանջարեցին։ Ձեզ հստակ ասում եմ, Նիկոլ Փաշինյանը երբեք հետ չի կանգնելու, եկեղեցի քանդելու պայքարելու իր օրակարգից։ 2018 թվականին երբ որ նահանջարվեց վարչապետ, ոչ թե հարուսով քեզ արեց, ոչ թե ընկերներին անարեց, կանչեց շոպատիվ տվեց եւ այլ Կաթողիկոսի ախրանան համեց։ Կաթողիկոսին զրկեց անվտանգությունից, հետ մի քիչ պարի խնդրել շրջայել։ Հաջորդ քայլով եպիսկոպոսված դասից վերցրեց դիվանագիտական անձնագրերը, որոնց օգնությամբ եպիսկոպոսները արտասահմանում իրականացնում էին իրանց հարոշչական եւ այլ եկեղեցական գործունեություն նաև եւ կախված չէին անհատվորից առանձին որպես որոցի դեսպանատներից։ Հաջորդ քայլով սկսեցին արդեն անուն ազգանունով Ավազանի անունով դիմել գաղափարին, տարբեր սրբազանների, հաջորդ քայլով արդեն արգելեցին գաղափար սրբազանի հայրապետական ուղերձի ամանորյա ուղերձի հետ կապված։ Դες լիքը բաներ, այսինքն իրենք մի օրում չեն արել, իրանք արել են առաջի օրից եւ արել են միշտ իրենց նպատակը եկեղեցին ոչնչացնելն է։ Եկեղեցին այս պայմանությամբ իմ կարծիքով ունի շատ կարևոր առաքելություն նաև այս գործընթացում։ Ես նրանց սխալ եմ համարում են կոչերը, որ եկեղեցին պետք է պայքարի, բան եկեղեցին պայքարելու մասին չի։ Եկեղեցին կարող է շատ մեծ ավան ունենա այս չարիքի հեղացման ժամանակ, ոչ թե պայքարով ամենայն հարգանքով դեպի Բաղդադ Սրբազանյան եկեղեցական հիշողելով դուրս եկել փողոց, ամենայն հարգանքով, սա առանց որոշի բանի մասին, բայց եկեղեցու ֆունկցիան ամենամեծ օգուտը, կարող է լինել պայքարը կոչնելու, որովհետև եթե ես դուրս եմ եկել պայքարի ու ես ունեմ գաղափար հայրապետի օրհնությունը, ես պատրաստ եմ 15 տարի գնամ նստեմ, ես պատրաստ եմ ցանկացած վտանգի առաջ կանգնել, որովհետև ես թթիչ չունեմ ապացուցելու, որ ես ճիշտ եմ, նա սխալ է, ես ունեմ գաղափար հայրապետի օրհնություն։ Եկեղեցու օրհնությունը պայքարող մարդկանց։ Դա ամենամեծ բանն է, որ ամենամեծ օրհնությունն է, որը կարող եկեղեցին իրականացնի իր ամենամեծ ներդրումը պայքարի մեջ, դա լինի։ Ես դրանից ավելի մեծ ներդրում չեմ պատկերացնում, ես չեմ պատկերացնում պայքարող հոգևորականների, ես չեմ պատկերացնում շալարերը ճաղողանցնող քահանաների կամ եպիսկոպոսի, չէ, այդ մարդկանց ֆունկցիան չի։
Ես հուսով եմ, որ ես իվիջմենտի գործընթացը, որ արդեն ունի առաջնորդ, դավիթը այնտեղից դավիթ ամբողջություն ունի, ստանում է վերաբար հայրապետի օգնություն, եւ ես հուսով եմ, որ դա տեղի կունենա մոտ օրերին, ասենց այսքանով ուղղակի սահմանափակվել։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն։ Մենք Ջանյանից մենք Եկեք, հա, ես ուղղակի շնորհակալություն դրամատիկ արեցի։ Չէ, դե տանենք հասնենք նախաձեռնությունը հավաքել ոչ ինչ անհանգստություն։ Ես զարմացա, ոնց պարոն Մամեջյանն է վստահեց ինձ այս նախաձեռնությունը։ Ես իր տեղը լինեի, ինձ չի վստահել։ ում վստահ կա պարոն Պարոն Խաչատրյան շատ կարևոր գործով, իմպիչմենտից ավելի կարևոր գործով, Նիկոլ Փաշինյանի հեռացնելու կարևոր գործով չէր, ինքնին տեսախանորը բայց երևի կարծում եմ, ոչ պարզ կարևոր կամ Նիկոլ Խաչատրյանի գործների տեղում չէր, խոսքը կրկնում է երկու շաբթի օրվա մասին, ժամը 12-ի մոտակայքում ցերեկվա, մեր ընտրած պատգամավորների երեքից մենք երկուսը տեղում չէին, պարոն Վարդանյանը ունեց ինչ-որ նկարների ֆետիշային սկսել, դիպում այն մարդիկ, ովքեր ասեն, սա շուտ նկարների առաջնորդ են, ես էլ ասացի հարց չկա, ինչ-որ շպագատ քիչն ենք լորաժեք, բայց ցավոս տեղի չունեցավ, ես ակնարկեց, որ վիրավորական խոսքեր եմ ասել, ես խոստացա, որ տեսախցիկների առաջ հրապարակային ներողություն խնդրեմ, ցանկացած բանի համար ինչը համարի վիրավորական, սովորականությունից հետո, հետ էլ չազդեց, խոսքով լեզու թափեցի, ինչքան կարողացա, պարոն Մամեջյան։ Զորությունները այստեղ չեն ավելացել, 6 չեն ավելացել, 6-ն են։ Մենք ձեր թույլտվությամբ մի քանի ևս այցելություններ կունենանք, որովհետև կոնկրետ սանամոր չի վերջանում։ Նաև մի պլանավորումով պարոն Մամեջյանը արդեն փոքր խմբերով քաղաքում ճշտել դիմում եմ ժողովրդին, եթե պատգամավորների հատկապես չստորագրած պատգամավորների մասին է խոսքը տեղերը կիմանանք, խնդրում եմ մեզ տեղյակ պայք, մի արագ արձագանքման խմբերով գնանք փորձենք այդ մարդկանց ստորագրել, բայց նաև ազգային ժողովում այս ձևաթղթով մեր դուրաշները շարունակեն ձեր շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Մերի ինքնազգացողությունը նորմալ է։ նորմալ է։ Ջեն բարև մեր անընդունելի շարառոտ է։ Առողջան կարմիր բերետավորը արվածել է մերի նոմիկան։ Հա, 24 այո, բանի կասախի բանի ժողովրդություն բայց պաստորեն նորմալ է։ Ջեն բարև մեր։ առողջություն։ Ձեր թույլտվությամբ ես հեռանում Սուրճը չես խմելու։ Ճանապարհի վերաբերողներին լայվը վերջացնենք